Մեր առողջությունը ձևավորվում է ճիշտ ապրելակերպի, սննդակարգի ու ակտիվ կյանքի միջոցով, իսկ առողջ սննդակարգ ունենալու համար անհրաժեշտ է բալանսավորված սնվել ներառելով բոլոր կարևոր բաղադրիչները։ Այս օղակում իրան փոխարինելի դերն ունեն կաթն ու կաթնամթերքը։ Ամենակարևոր սննդամթերքն է համարվում կաթը եւ կաթնամթերքը, որը ապահովում է մեզ երեխաներին, դեռահասներին, բոլորիս մեծ քանակությամբ կալցիումով եւ ինչպես նաև տարբեր տեսակի սպիտակուցներով, որը շատ անհրաժեշտ է մկանային եւ ոսկրային համակարգի զարգացման համար։ Առաջինը ոսկրային համակարգի ամրության համար է կարևոր։ Հաջորդը դա ատամների, այն մարդիկ, ովքեր ունեն փշրվող, կոտրվող ատամներ, շատ խրախուսվում է ուտել շատ կաթնամթերք։ Իմունիտետի ակտիվացման եւ զարգացման համար եւս կարևոր է կաթնամթերքի օգտագործումը։ Հաջորդը աղիների մարսողության ֆունկցիան է, որտեղ շատ կարևոր է կաթնամթերքի օգտագործումը, որովհետեւ կաթնամթերքը պարունակում է շատ բիֆիդո եւ լակտոբակտերիաներ, որոնք լավացնում են աղիների միկրոֆլորան։ Սա էլ մեզ օգնում է ունենալ ավելի լավ մարսողություն, ունենալ ավելի լավ միկրոֆլորա, որը նաեւ պաշտպանում է տարբեր տեսակի հիվանդություններից։ Ըստ սննդաբանի կաթնամթերքն առողջ ապսեում ունի որոշակի դեր եւ խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2-ից 3 բաժին կաթնամթերք։ Մասնագետը նաեւ հորդորեց չտրվել կաթի ու կաթնամթերքի շուրջ ձևավորված մի շարք միֆերին։ Շատ են միֆերը պտտվում կաթնամթերքի շուրջ, այն առումով, որ կաթնամթերքը չի կարելի ճարպակալում ունեցող մարդկանց, որ կաթնամթերքը վնասում է աղիների առողջությունը, կարող է առաջացնել մաշկային խնդիրներ եւ այլն։ Սրանք հիմնականում միֆեր են, որովհետեւ կաթնամթերքը շատ կարեւոր է մեր աղիների միկրոֆլորայի զարգացման համար։ Կաթնամթերքը կարեւոր բաղադրիչ է առողջ սննդակարգում եւ ոչ մի միջազգային ուղեցույցում, ոչ միտեղ մենք չենք կարող տեսնել կաթնամթերքը որպես վնասակար կամ որևէ հիվանդություն առաջացնող մթերք։ Հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում շատ կարեւոր է կաթնամթերքը որպես կալցիումի աղբյուր, քանի որ կալցիումը լավագույնս ներծծվում է հենց կաթնամթերքից։ Կաթը պարունակում է կալցիում եւ վիտամիններ, բոլորիս հայտնի, որոնք սիներգիստական կապով նպաստում են ոսկրերի միներալիզացիային, հանքայնացմանը եւ կանխում է երեխաների շրջանում բրախիտի զարգացումը եւ նվազեցնում են հետագայում օստեոպորոզի եւ օստեոպենիկ բարդությունների ռիսկը։ Այն պարունակում է բարձրաշենք սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են նյարդային, մկանային եւ ոսկրային հյուսվածքի կառուցվածքային հենքի համար։ Բացի դրանից պարունակում է նաև B խմբի վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նույնպես էներգետիկ փոխանակության համար, նյարդային զարգացման համար եւ հեմոստազի համար։ Սակայն պետք է հիշել, որ մինչև 1 տարեկան երեխաներին չի կարելի տալ կովիկատ։ Այս մասին նշեց մանկաբույժը հավելելով, այն կարող է վնասել երեխայի առողջությունը, սակայն 1 տարեկանից հետո արդեն հնարավոր է եւ ցանկալի այն ներառել երեխայի սննդակարգում։ Հայաստանում միակ ամենամեծ սեփական ֆերմայով երեմյան կաթնամթերքի հիմքում հենց առողջության ձևավորումն է։ Կաթնամթերքի օգտակար հատկանիշների մասին կարող ենք խոսել անվերջ։ Կաթնամթերքը մեր սպառողական զամբիովում ունի իր կարևոր դերը եւ իզուր չէ, որ մենք հայերս կաթնամթերք օգտագործում ենք ամենօրյա կտրվածքով եւ չենք կարող ապրել առանց կաթնամթերքի։ Կաթնամթերքը, կաթը լեցուն է այն բոլոր վիտամիններով, սպիտակուցներով եւ այլ օգտակար նյութերով, որ անհրաժեշտ է մարդուն առողջ եւ առողջ ապրելու համար։ Անհրաժեշտ է մարդուն նույնիսկ լավ հիշողություն ունենալու համար, լավ իմունիտետ եւ ամուր ոսկրային համակարգ ունենալու համար։ Նույնիսկ վերջին հետազոտությունները, որոնք առկա են, որոնք տրվել են հայտնի հետազոտական ընկերությունների կողմից, փաստում են այն մասին, որ կաթնամթերքը, կաթը մասնավորապես նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը։ Լուսինե Երեմյանը նշեց, որ ի սկզբանե ընկերության խնդիրն է եղել, թե ինչ են արտադրում, ինչպես են արտադրում եւ որն է նպատակը՝ առողջ հասարակություն, համայնքային զարգացում եւ իհարկե միջազգային սերտիֆիկացում ու մանկական կաթի վկայական, որոնք խոսում են առողջ եւ եզակի կաթնամթերքի մասին։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։